Թե ինչ ընկերներ, այսօր ձեզ ներկայացնում եմ մի փոքրիկ պատույտ Դուբայում, Դուբայի մետրոյում եւ ոչ միայն առաջարկում եմ ես հետ պատտվել, որոշակի մանրամասներ ներկայացնենք մեր աչքերով, հուսամ հետաքրքիր կլինի, իսկ դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։ Գնում ենք դեպի Բուրջ Խալիֆա, ընդամենը 2 կանգառ։ Ախ, մետրո ասելով ենք մնալու, ես գիտեմ, բայց դե ամենաֆանտաստիկ կանգառներից մեկն է, ամենաֆանտաստիկ։ Մենք այստեղ ենք, գնում ենք Բուրջ Խալիֆա, Դուբայ մոլ կայարան, այսի Emirates Towers-ն է ու մեր Tower-ն է, մենք այստեղ ենք ապրում ու գնում ենք Բուրջ Խալիֆա։ Մեր սիրելի անցումներից մեկը դեպի Դուբայ մոլ, պատվայինց այն կողմ Դուբայն է, երեկոյան, և գնում ենք ուր? Ռեստորան։ Ուրեմն այս ներքևում շատ հայտնի վիետնամական ֆայանոց կա, սենց ասեմ, հա, վիետնամական ապուրի, աբո, շատ համով է։ Հա, ֆոբո։ Vietnamese noodles անունով վիետնամական լապշա բառացի թարգմանությամբ։ Բացի, երբ մտնում ենք այս շենք, իր կոմֆորտն է շատ դուր գալի մարդու, շատ։ Ինչ լուր, մաքուր, էստետ, այս մուտքը անկեներ, եթե ինչ, սա պատիեզդ է։ Մանկապարտեզ կա, պոլիկլինիկա, ջրիմ, էլ ինչ ենք տեսել, այսքան տարի գնում գալիս ենք ստեղով։ Պարսավիրանոց։ Նայ մի հատ բան պատմում քարտերի հետ կապված, հա։ Ուրեմն մենք քայլենք։ Դուբայ քարտեր ունենք, այսի ամբողջ տրանսպորտային համակարգի քարտեր դա, որ թափ ենք անում ու գնում ենք։ Այս անգամ եկանք, բա expired է գրած, չեն կարողանում թայփ անել։ Մոտիկացանք աշխատողին, ասում ենք ինչն է պատճառը, ինչու։ Բա ասում է, գիտեք ինչ կա, դուք արդեն ավելի քան 5 տարի օգտագործում եք այդ քարտերը եւ իր ժամկետը մինչեւ 5 տարի է։ 5 տարին լրացել է, մենք նորը վերցրեցինք, բայց մեր ավելի սիրուն էր, չէ։ Արմավեպի ճյուղեր էր վեր նկրած, բերին էս։ Բայց էլի, շնորհակալ ենք։ 50 դիրհամ ենք տվել, 25, 50 դիրհամ։ Եվ հետաքրքիր է նա, որ 17 դիրհամ նախորդների վրա ունեինք, լավ է, չկորցրեցինք այդ գումարը, ինքը եկավ տրանսֆեր եղավ այս գումարին, հենց որ ամեն ինչ նորմալ է, շնորհակալություն կազմակերպիչներին հաստատ, գնացինք։ Հետա ձեզ ցույց ենք տալիս հարգելի YouTube-յան մեր հայրենակիցներ, որոշ պատումներ եւ Արմինեի հետ որոշել ենք ամեն անգամ, երբ որ ինչ-որ միտեղ գնանք, ձեզ փակել են, ստեղից շատ սիրուն տեսարան է բացում։ Ձեզ որոշակի բաներ ենք ներկայացնելու, նախ մի փոքրիկ խնդրանք ունենք, եթե կարելի է, փոքրիկ խնդրանքը, հիմա որ դուք դիտում եք ներքևում subscribe, բաժանորդագրություն կոճակը կա եւ զանգակ, եթե սեղմում եք այդ բաժանորդագրության subscribe կոճակի վրա եւ զանգակի վրա, դա կլինի աջակցություն մեր ալիքին, դա ֆինանսական որևէ բան չի պահանջում, ընդհանրապես մի վարքան, սեղմում եք այդ կոճակը եւ եթե մենք նոր վիդեո ենք ներբեռնում, դուք իմանում եք դրա մասին առաջինը։ Օգտեք աջակցեք մեր կայքի զարգացմանը։ Okay, շատ լավ է։ Արմինեի ասաց գեղեցկության սրահը։ Ясно? Էլի ռուսներն են։ Ясно, հա։ Կին մաքրումը, հա։ Downtown բանն է շատ իր պահանջարկ ունեցող ընտիր է։ Անվտանգության աշխատակիցներ, հիշում ես ներքևի դուռը, որ
ինքնագլդորով չէ, սամակատով եկել հակել էին դրան, հեսա ցույց կտանք։ Մաքրություն անկեներ, իրոք այսքան հիմա ճիշտ է երեկո է մարդիկ շատ չեն այս կողմերը, բայց ամենայն բանուկ հատվածներում անգամ այն ամենաբանուկ հատվածներում իդեալական մաքրություն։ Այս հասկանը դա ֆինանսի հետ էլ է նաև կապված, որտեղ ամեն քայլին կանգնած են մաքրության ադմինիստրատորները, բայց նաև կարողացել են ժողովրդին բացատրեն։ Մենք տարիներ գալիս ենք շատ հաճախ Դուբայ, այս կյանքում չենք գցել, ծխեն գցեն, մաստակ ծամեն, ծամոնը նետեն փողոց եւ այդպես շ։ Հա, որ ասես Հա, միաշկի։ Քնդիկներ օրինակ շատ են ստեղ։ Օրինակ տեսեք, այս պատուհան դրան մասներ, խոսքը ջարդուփշուր էին արել, սկուտերով եկել էին եւ հարվածել էին վնասելով դուռը։ Եկանք մեր հարազատ փողոց, Այ, մեր ամենասիրելի հատվածն է, դե, զբոսնենք մի փոքր, հետո կմիանանք, Արմինեն ասում միշտ նոր տարի է, հա, կա տես բան, մի հատ նայի, ապա, Jingle Bells, yep, մոտավորապես սենց, մենակ մի բան հնարավոր չի փոխանցել, ընկերներ, այն որ բան ես թխում է, դուխովկեն կամ չոր համով բան ա դրած դուխովկեն, որ դուխովկեն բացում ես, տակ հոթա է խփում երեսիդ, լրիվ էս վիճակն է։ Ինչև եկեք այստեղ մենք ասենք ստոպ, շարունակելու ակնկալիքով լիքը բաներ ունենք ձեզ ցույց տալու, այնպես որ եւս մեկ անգամ, եթե դժվար չի, զանգակը չմոռանաք սեղմեք եւ subscribe։ Ես չմոռացա, մի րոպե, no։ Մենք այս Giant խանութի մոտ ենք։ Հիշում ես Giant խանութը։ Եկեք այստեղ Ուրեմն շատ մսեղենի մեծ բաժին կա, եկել ենք առևտուր անելու, մեկը միան սենց դուռը և այդ դռան վրա սենց 1000 հատ լուսին, զգուշացումներ, ստոպսային, ոնց որ քիմիական լաբորատորիա էր, հետո պարզվեց խոզի մսի բաժինն է, որ մահմեդականների մուտքը խստիվ արգելված է, և ունենց վատ ձևեր այդ ամեն ինչը ներկայացած, ես հասկանում եմ, հարգում եմ իհարկե կրոնական առանձնահատկությունը, բայց տես տպավորություններ, ոնց որ այդտեղ մտնողը մեղքերի մեջ կորում է եւ բոլորը ցած աչքով էին նայում։ Էս այդ խանութում էր։ Ահա։ Եկանք Դուբայի օպերայի հանգույցը։ Ես պայմանները տեսնենք, դեպս չենք երևում Բուրջ Խալիֆան է։ Ես ու Արմինեն ստեսրացիոնում ֆոտոշուտ ենք արել օպերագրության մոտ հիշում ես։ Այն մեր հաղթական շքերթը շատ հաճելի վայր է, շատ հաճելի։ Այդ պանորամիկ վյու անեմ, թող տեսնեմ։ Ամենա լյուքս հատվածներից մեկն է, գուցե ամենալյուքսը, այս փողոցը ամենայն դեպս։ Ովքեր մեր հարսանեկան վիդեոն դիտել են, կհիշեք, մենք ես ու Արմինեն հարսի շորով ու Հեսայի արդ ու զարդով այս վերևի փողոցով էին քայլում, ֆոտոշոտ ունենք շատ սիրուն։ Այս շոքին լրիվ հարմար ես։ Արմին մոչիները, քո սիրելի ստված իմ։ Բայց լինենք անկեղծ, ուտելու բան չէր, ես հակագովաց չեմ անում։ Այս մոչին։ Դե չգիտեմ։ Ռամենան ոնց է, նոր եմ բացել։ Այս ռամենան չկար։ Այդ էս կան։ Մենք մի քանի ամիս չենք եղել այս կառվի հետ կապված ու ամեն անգամ ստեղով անցնում ենք այլա փորձել, հարգելի ռամեն սիրող մեր հայրենակիցներ, փորձեք, նոր է բացված, ոնց է կոչվում հիսա, հա, ռամեն հիսա, օքեյ, ռամեն հիսա, և լեգենդար օպերան Դուբայի, գերներ, ստեղ բոչելի
Համերգին ենք եղել։ Դե, լավ ժամանակներ էին, ինչ խոսք։ Ու միշտ ինչ-որ իվենտներ ա շատ սենց կորպորատիվ բնույթի, որովհետև երբեմն անցնելիս տեսել ենք, որ համազգեստով տասնյակ մարդիկ, այստեղ ֆոյեում, ֆուշետով, բանով, ինչ-որ իվենտի են մասնակցում։ Եվ անսպար շինարարությունը։ Հիշում ես մեր հարսանեկան ֆոտոշութը հրեշտակի թևերի մոտ։ Ենքոմ հիմա չենք քայլի, բայց հարազատ բաներ այստեղ կատարվել շատ հոգեհարազատ memories։ Վեր եւ ինչա բացվում մեր առջև։ Աշխարհի ամենաբարձր շենքը Բուրջ Խալիֆա։ Հասնելով երկնքին։ Դեսի բայց գում ես շատ քիչ մարդկանք է լուրջ շաբաթ է այսօր, շաբաթ երեկո, այստեղ անցնել հնարավոր չէր։ Ես վաղնեն սիրում ենք գնում ենք այն վերևը բարձրանում ենք, պարկում ենք խոտերի մեջ, նայում ենք աստղազարդ երկնքին։ Յա սենց առանց Դուբայ օպերա, Բուրջ Խալիֆա, Դուբայ ֆանտանները երկեցիկ։ Լսի, շատ ցավում եմ։ Հաճելի է որ քիչ է, բայց դու հասկանում ես ինչի է քիչ։ Մարդիկ ինչու են քիչ, լավ ուրիշ չի։ Իսկ դա Բակոծված։ Հա, հենց մենք մնում ենք ընդեղ են անվոր կա, հետո կողքը այս Dubai View-ն է, 8 Towers-ն է կողքը։ Դիմացի շենքը, որը բանին է նման, Big Ben-ին, ամբողջությամբ դրոշ էր կախած վրան եւ այրված էր, վերականգնման աշխատանքներ էին ընթանում։ Ժողովուրդ բարի շեք չի կարելի։ Մանավանդ Դուբայի, հա, արաբները այնց բարեկեցություն են ստեղծել, այնց երկիր են ստեղծել, որ այլ մահմեդականներ չպիտի բռնանան ու ինձ համար Դուբայը այն չափանիշն է, թե մահմեդական աշխարհը ինչ ձև կարող լիներ։ Հեռու է տոտալիտար, կրոնական, էլի հարգեք կրոնը, իհարկե պաշտեք, մի խոսքով եղեք այնպեսին ինչպես կա ձեր կրոնական համոզմունքներում, բայց իզմների մի վերացեք։ Եվ Դուբայը կարողացել է դրան հասնի ու դրանով իսկ ղեկավարությունը մեծագույն հարգանքի արժան։ Իր ժողովրդին լավ նայում է եւ աշխարհին էլ հնարավորություն է տալիս գալ, ապրել, արարել, ստեղծագործել։ Ոչ մեկին ոչ մի բան չի պարտադրում, ասում հարգի իմ օրենքը, այդքան բան։ Երևի գոլորշին, չգիտեմ։ Ամենահարմար սեզոնը երբ որ եկել ենք, նոյեմբեր, չէ՞, նոյեմբեր, դեկտեմբեր։ Skyview աշտարակը, որը համեմատում են Սինգապուրի հայտնի շենքի հետ։ Սենց քայլել, սենց ազատ, հանգի, սենց էին քայլում։ Բայց այս վիդեոդ պահենք, որովհետև էլ սենց Սենց ազատ չենք տեսնի։ Եվ ես ուրախ եմ, որ չենք տեսնի տենց, Ռոջան։ Կովիդի ժամանակ Օ, լսի, ճիշտ է։ Կովիդի ժամանակ մասկով այս եղանակին, այդ հատվածները, որ գտնեմ անպայման այս տեսանյութի մեջ կմիքսեմ, անցած լինի, էլի, անցած լինի։
Համեմատաբար մարդը շատ դարձավ ստեղ, բայց էլի ստեղ են ամենա զբաղված հատվածներից մեկն էր, որովհետև ֆոնտանների, շատրվանների տեսարանի ամենահարմար դիտելու վայրն է։ Ենթադրում եմ մի 15 րոպեից կսկսի շոուն։ Ենթադրում եմ։ Սապոկներով մարդիկ կան։ Արմինեն միշտ զարմանում է հուդիներով ու սապոկներով բարձրացրավ, որտեղ ջրի մեջ եք, չեմ կերևա, ես ջրի մեջ եմ։ Չգիտեմ կերևա թե չէ, ես ուղղակի ասում եմ հալում եմ ինչպես էսկիմոն անապատում։ Հիմա ես եմ։ Էսկիմոն ոնց է ասել անապատ։ Տարել ենք։ Ես իհարկե կասեք, բա Դուբայ ինչի եկեք է։ Դուբայը շատ ենք սիրում։ Շատ։ Հիանում ենք Դուբայով։ Այնքան շատ, որ այստեղ ամուսնացել ենք, դու պատկերացրա։ Դրա համար շոկը ներում ենք։ Ոսիլաս ծաղիկների չտեսանք։ Շոկինգ Ուրեմն, հենա կա, լավ, տեսա։ Քեզ անմահացնենք մի հատ։ Ես չիմացանք, այս մագնոլիայի տեսակա ոնց որ, չէ՞։ Այս թփիկները սպիտակ շատ սիրուն ծաղիկներ են տալի, որը Արմինեի ամենասիրելի ծաղիկներն են։ Ծառի վրայի նկատի ունեմ։ Ես իմով ընկավ սուի գործ։ Այս ծաղիկների մասն է խոսքը։ Իրոք շատ սիրուն է, նրբությունը նայ։ Տեսենք չբացված տարբերակն են։ Հա։ Օ, լավ է բացված չէ, այս կողմը կա, տես։ Հա, շատ սիրուն են։ Վանիլինի հոտ է գալիս մի տեսակ, վանիլ։ Օ, ոնդ է բանա ինչքան, հա։ Բոլոր ծառերից հոտ են կուղարկում։ Շատ սիրուն են։ Հա։ Մագնոլիաներ։ Շատ սիրուն է իրոք։ Ես ազատությունը ինձ ուղղակի երբեք ստեղ ազատ չի եղել, ինչի այս նստարանները ազատ եղել է, որ սրճարանները ազատ լինի։ Ստեղ մեռնում էինք ոտի ցավից, մի տեղ չկար նստելու։ Այնտեղ ձիերի արձան կա, երբեմն այն ձիերի տակ էինք նստում։ Ձիու տակ լավ չի, բայց ինչ կա այդեմ ասում։ Ձևերի տունը չեմ քանդում։ Դա։ Հա, մի քանի րոպե սպասենք, թող մի շոուից մի քանի դրվագ ցույց տանք ու մտնենք ներս, որովհետև հնարավոր չի։ Հա, ջրի մոտ, բայց մի քիչ հով ենք համեմատաբար։ Այդ չեմ ասում ինչքան բրենդային խանութ կա ժողովուրդ։ Հալալ լինի, հալալ։ Միշտ ասում եմ։ Թող մեր շեյխերը անեին, մեր շեյխերը, սկսեց ոնց որ։ Okay։ Դե որ սկսեց, արի տեղավորվենք։ Բայց տեղից հարմար տեսարան չի, անկյուն մեղանք շատ։ Տեսնենք որտե կարանք։ Մասշտաբը նկատեք։ Վաու։ Ամբողջը չես կարա նկարես, էլի կադրում տեղ չկա։
Կնքոցը լսում եք կրակելու։ Բրավո։ Ծափերը ապրեք։ Ես հերվից մասշտաբն եմ ուզում ցույց տալ, չգիտեմ ինչքանով եղավ։ Մտածմունքը սենա հեղինակային իրավունքը YouTube-ի չի որ սա։ Դե ինչ, հա։ Գնացինք ընկերներ։ Գնացինք հովանալու Դուբայ մոլ վերջ գնացինք։